Երևանից, մեզ մոտ առավոտյան ժամը 11-ն է, արևոտ եղանակ, չգիտեմ խետ ընկավ միտես։ Այսօրվա մեր հաղորդման ժամանակ մենք կանդրադառնանք մի շարք բողոքների եւ թեմաների, նախապես ուզում եմ որ մզագալով կեքը կանդրադառնանք մեդիա աստղ դառած Գագիկ Ջանգիրյանին, Գևորգ Մեհերյանի սպանության հանգամանքներին, ինչպես եւ խոստացել ենք, Բուշ համակարգի վերաբերվող հարցեր բժիշկ Արթուր Հակոբյան, Արտմետ, ինչ-որ բժշկական կենտրոն կա Ծարավաղտյուրի վրա դրան, բողոքով է գնում, Ռոբերտ Քոչարյանին, Պեկին, Սամանային իրավիճակին, Ոման Շահեն Պետրոսյան, դա սաղին կանչեկներս, Մոսկվայից, Վերին Գետաշենի գյուղապետ և Գրիգոր Տեր Ղազարյան, Վազգենի աղբոր Փեսամ, ինչպես նաև պատմամշակութային մի շարք արձան, մարզան և այլն։ Նախ ասեմ, որ մեր բոլոր ուժային կառույցների ղեկավարները մկաուրին տեղում են, Քրիստինե Հալաջանուրին վայր նստած, Ռուզիկ, Մալչիկ Պայմինի ծծան, հյուրերին էլ մենք ներս հրավիրեցինք, մինչև բուն հաղորդմանը անցնելը եւս մեկ անգամ ես ուզում եմ շնորհավորել Հանրային ձայն հաղորդաշարի ամենահավատարիմ հետևորդներից մեկի Տիկին Այդա Գասպարյանի 70-ամյակը արդեն եթերով ցանկանալով նրան երկար տարիների կյանք եւ առողջություն եւ իր ողջների գլխից անպակաս լինի։ Եվս մեկ անգամ շնորհավոր ձեր հոբելյանը Տիկին Այդա։ Ինչ-որ լավ նորություններով էլ բանը սկսենք։ Ուրեմն, պարոն Աբազյան, Հանրային ձայն հաղորդաշար են զանգահարել Վահագնի թաղամասից և ահազանգում են, որ Վահագնի թաղամասում գործում է ինչ-որ մի Wi-Fi, որի, ինչ են ասում, պարոլա պինա, ես իմիշ գրողուցավ, ես դրանց այդքան բան չեմ հասկանում, Ղարաբաղ իս Ադրբեջան բանն է, այսինքն ինչ են ասում դրան, ոչ ժողովուրդ ջան հասկացաք, որ այդ անունները բան բերում է, մտնում եք այդտեղ, բանը խփում է, հավաքում ես պարոլը և միանում ես Wi-Fi-ին։ Պաստորեն Վահագնի թաղամասում բնակվում է մի անհատականություն, ում տան Wi-Fi-ի կոդը չէ, վերնագիրը Ղարաբաղ իս Ադրբեջան, տան լուսանկարը ավելի կոնկրետ կհրապարակվի յութուբյան էֆիրի ժամանակ։ Այսինքն արդեն մեր քթի տակ մենք ունենք բնակիչներ, որոնց տան Wi-Fi-ը և այլն սկսում է նման գաղտնաբառով Ղարաբաղ իս Ադրբեջան։ Թե որտեղ են ձեր աշխատակիցները, ես չգիտեմ։ Բողոքի հետ կապված, ինչ ես ալամ Ռուզիկ։ Ռուզիկն այսօր եկել է խելոք նստել է, էլի զուգված զարդարված։ Հանրային ձայն հաղորդաշար են զանգահարել և բողոքում են Արտմետ բուժ կենտրոն գոյություն ունի, այդտեղի վիրաբույժ Արթուր Հակոբյանից, որը անոթային վիրաբույժ է։ Անոթային վիրաբույժի վիրահատած հիվանդը եղել է Բիզիմդիշ, Հովանեսյան Սոս Արարատի, հենց եւ վիրահատել հիվանդի բանը ոտքը, որ այսինքն անոթային վիրահատություն պիտի աներ, վնասված անոթը հաներ, ոտը բացել է, վնասված անոթը կարե է, վշում կապրտ է, ավիր է, վշում ղրգետուն, եթե այն ժամանակ պիտի հեռաստայինը թամենը մենակ բութմատը, այսօր Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում առհասարակ ոտը ամբողջությամբ արեցին ամպուտացիա, այն կոնքից բռնած փրթին թափին, որովհետև Արթուր Հակոբյանի վիրահատության պատճառով այս խեղճ հիվանդն եղավ մորմաշ։ Ես հուսամ, որ հիվանդի հարազատները անպայման կդիմեն դատախազություն։ Վիրահատել է ինքը մայիսի 27-ի, մայիսի 27-ից հետո ես մարդ նորից ընկել այդ հիվանդանոց, հələ մի հատ էլ վերցել է 400,000 դրամ գումար։
ու ես խեղճ մարդ եղավ։ Ես չգիտեմ ոնց անվանեմ, համենայն դեպս ես դիմում եմ բոլոր քաղաքացիներին, որոնք հանկարծ կուզենան դիմեն Արտմետ բուժկենտրոն, որտեղ աշխատում է Արթուր Հակոբյանը, որը գտնվում է Ծարավաղբյուրի փողոցի վրա, ոտքի երակների վիրահատությամբ, հանկարծ այդ կողմ չգնաք, արգելի ժողովուրդ, հակառակ դեպքում դուք եւս կլնեք բիզիմդիչ։ Այսինքն մեկի չեք տենում, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի բան նորմալ չի, այսինքն ես դրա մասին միշտ էլ ասել եմ, դա նորություն չէ, 2018 թվականից ես ասում եմ, որ այդ երկրում ոչ մի բան նորմալ չի, ոչ մի բնագավառ։ Այսօր անունը ոտքե թերասրեցին։ Ուրեմն արգիշտ, այստեղ ես հետ պիտի գնամ։ Անընդհատ մեզ զանգահարում ամ Միկին Ջեմա Հրաչայի Միրզոյան 85 թվականի ծնված։ Այս կինը բնակվում է քաղաք Երևան, Ավագ Պետրոսյան, երկրորդ շենք, 8-րդ բնակարան, այսինքն կենտրոն։ Սրա ամուսինը ամեն աստծու օր Արթուր Օնիկի Գևորգյան գալիս է 75 թվականի ցրթանք։ Գալիս է ու սկսում է սնաստան դուրը ջարդել, ծեծել, փշել։ Երևի տասնյակ հաղորդումներ է այս կինը տվել ոստիկանություն։ Զանգում են արդեն հարևաններով։ Ես վեկալում զանգում եմ ոստիկանություն։ Ոստիկանությունը ասում է այ Ղուկասյան ջան, քյոր ասում մեռնեմ, հլնում ենք, գնում ենք, բռնում ենք, բերում ենք, դատախազությունը թողում է։ Հլնում ենք, գնում ենք, բռնում ենք, բերում ենք, Երևանի Կարզորի դատախազը զանգում է, ասում է թող։ Խոսում եմ տուժող կողմի հետ, ասում ինչև է պայմանավորված, որ ուրեմն այս աղջկան որ շփտապ նախ ասեմ որ բաժանված են իրարից օֆիցիալ բաժանված են, այսինքն ալևս մարդու կնիկ մի մարմին այդ հասկացողությունը չի գործում։ Դպրոցի ճանապարհին հարձակվել է զոքանչի ու երեխու բնվրեն։ Ծեծել է նախքին աներոջը, ծեծում է բանկանգան, դուրը գալի ջարդում է մտնում տուն, գլազոկը բն փագում, տապորա հանում, կացը հարում, ես իմիջ ես պատճառաբանում է, որ ինքը ուզում է երեխուն տենա, երեխեքին։ Երեխեքն ասում են քեզ չենք ուզում տենանք, այ բոզի տղա։ Այնտեղ դպրոցի դիրեկտորը անձամբ գրել է, որ այս մարդը ոչ adekvat բոզի տղա է։ Խնամքի վշմ կենտրոնան չափահասների տեսուչը եւ այլն բոլորը գրում են, որ երեխաները ցանկություն չունեն տենալու նման աղբի տղուն։ Որպեսի չկրկնվի Զովունու երկրորդ դեպքը, որ լիմոնկեն քաշեց ինքն ու այդ խեղճ մանկական գմփսրեց այդ երեխեքը մնացին անտեր, վեկալեմ զանգում եմ Քաղմաս, Քաղմասի զանգում եմ, չգիտեմ, գրողու ցավի զանգում եմ ընդ եւ այլն, բոլորը միաբերան ասում են Արթուր Դավթյանը սմես, որ այս բոզի տղու Արթուր Օնիկի Գևորգյանի հովանավորն է քաղաքի դատախազ Սևակ Հովանիսյանը։ Վերցնում ես հեռախոսը, զանգում ես Սևակ Հովանիսյանին, ասում ես Արթուր Օնիկի Գևորգյանը, որ եկավ այդ ընտանիքին գմփսրեց, մորը սպանեց, երեխեքին դու ես պայելու ղախպա։ Հա։ Եվ ուզում եմ հասկանամ Արգիշ Քյարամյան, ի՞նչն է բանը, այն քաղաքի քնչականի պետ ունեք, Մհեր Վարդանյան։ Մևեկը զանգեց Մհեր Վարդան, ասա եղբայր, ինչի՞ չեք կանոնավորում այս բոզի տղուն։ Էս ի՞նչ է նշանակում։ Մեր դիտողությունն է դա, ինչի հետևություն չէ սենե։ Դուք նորից ուզում եք, որ այս նույն միջադեպը Զովունիում նորից բանը կրկնվի։ Քաղաքի դատախազի աղջկան, եթե այս օրը գցեն, չգիտեմ, աղջիկ ունի թե չունի։ Կամ եթե քաղաքի դատախազի դուրը ամեն աստծու օր գա խփեն ու ջարդեն, ասեն դուրը բա դնեն վզիտ։ Ինչ անելու քաղաքի դատախազը։ Մի հատ էլ զանգում է միլիցեքին շանտաժ անում։ Լսում ես Արթուր Դավթյան, որ անմիջապես բաց թողեք։ Ու մի հատ էլ ՀԿՑ-ով գործահարություն միլիցեքի բնվրեն, թե ինչ են էս պորրիկի վաստակի բանարե բերման ենթարկի։ Բակալի մարդու դուրը, չգիտեմ, ծեծեմ, ջարդեմ, մտնում տուն, տնեցեք ինձ սալամ հլեմ, բա ինչ անել։ Չկանանավորեն բերման չենթարկի Արթուր Դավթյան։ Հետևություններ էր ամ։ Եթե մի անգամ էլ այս կինը հանկարծ ու հանկարծ դիմում եմ քաղաքի դատախազ Սևակ Հովանիսյանին, եթե մի անգամ այս կինը զանգել է ինձ, հեռախոսը միացել է, ու ես դրան եկոմը լսել եմ Արթուր Օնիկի Գևորգյանի քֆուրքյաֆարները, Արթուրը գալում է քաղաքի դատախազի տուն, ու ես կասեմ մտնելով տուն ինչ անելու դրանց հետ։ Հասկացա՞։ Վաո, շինի թողին, օրո։ Մեկ այլ երևույթ,
որ այդ կապված զանգարել հանրային ձայն բան Մոսկվայի մեծ ժողովուրդը մինչուր հայ ընտանիք Մոսկվայում գտնվում է անհատականություն Շահեն Պետրոսյան Շահեն Պետրոսյանը նախկինում եղել է Մոսկվա քաղաքի հայերի միության նախագահ այ մարդ ամեն քաղաքի հայերի միությունն ունի Այ այս Շահեն Պետրոսյանի հետ կապված բողոքը մեն ասում են քցողա շարլատանա էսա ձեռագրի մեջ էլ պատմում են որ Շահեն Պետրոսյանը գցել է շանթենց այդ շանթի յուրա մուրա եւ այլն շինարարական աշխատանքների հետ վշմ կապված 2-ից 3 միլիոն դոլար ասիստեղ լավ արել Շահեն Պետրոսյանը մալադես աստեին դուրն եկավ Շահենին ոչ մի քֆուր չեք տալım բայց Աննա Բոլեյնի Մոսկվա կատարած այցելից մեկի ժամանակ Շահեն Պետրոսյանս նախկին Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանի միջոցով ցանկություն հայտնելի Աննա Բոլեյնի հետ հանդիպում իրականացնելի Վարդան Տողանյանն էլ ասելի որ Աննա Բոլեյնի հետ ճաշկերույթը արժե 100,000 ճիշտ եմ գրել հա 100,000 Ախշիլսա դու ռոզի քո հետ ճաշկերույթ ինչ արժե Իմ կարծիքով եթե մենք վերցնենք քեզ եւ Աննա Բոլեյնին պիտի որ քո հետ ճաշկերույթն արժենա 200,000 հաշվի առնելով քո այդ սիրուն տեսք ահա Շահեն Պետրոսյանն էլ ասում է ես համաձայն եմ հանդիպման լավ հիմա չգիտեմ 100,000 բան փող տվե գնացել է Աննա Բոլեյնի հետ ոչ իմ ճաշկերույթ արել այդ մեծ բացարձակապես չի ուզում բայց ամբողջ խնդիրը կանում է նրանում որ այս մարդը Շահեն Պետրոսյանը Ռուսաստանում բացել է իրավաբանական կոնցեռն իրավաբանական օգնություն ցուցաբերում հայերին Եվ մի հայ ընտանիք, որի անձը տան անդամը գտնվում է Ռուսաստանի քերակատարողական հիմնարկներից մեկում, $100,000 ըստ պայմանագրի գումար տվե Շահեն Պետրոսյանին, որ Շահեն Պետրոսյանը գնա իրանց դատապարտալի կամ կալանավորին բաց փողի Բերտից։ Մարդը $100,000 վեկալում Աննա Բոլեյնի հետ աննամա ճաշկերույց։ Սրանց էլ ասում է նա վիկուսի փող չկա։ Հիմա այս խաչ մարդիկ ելնգել են ոչ կարում են փողը ստանան, ասում են Ղուկաս անջամետերելի, ոչ էլ կարում են իրանց դատապարտ ծլակալանավոր են գրող ու ցավը դանը տեղից հանեն Բերտից դուրս։ Մեղատարակություն։ Հիմա ասում են խնդրում ենք ձեզ բարձրացնեք այս խնդիրը, որպեսզի Ռուսաստանում բնակվող մնացած հայերը հանկարծ թալակը չընկնեն։ Եվ Շահեն Պետրոսյանին էլ խնդրում ենք մեր անունից արեք մորմեշ, որպեսզի մեր խիղճը մի քիչ հովանա։ Հիմա ես ուզում եմ հարց տալ Քրիստինե Հալաջան։ Ասացեք խնդրեմ, դուք Մոսկվայա բնակ հայ համայնքի նախկին ղեկավար, ծծրած սկոք Ռուզիկին չեմ ասում, որովհետև Ռուզիկը եթե ծածանեի, Ռուզիկը պիտի առնվազն $200,000 փող ուզի, եթե Աննա Բոլեյնի ճաշկերով դարձել է $100,000, եկեք դուրս նստենք դուզը բխոսանք, վերցնենք նայեք երկուսի արտաքին տեսքը, Ռուզիկս դուրս ագալն անապատ, դու չես պատկերացնում ինչ է կատարվում, թռչուններ դալալու, Էտա աղավաղում, ամբողջ աժտաշ լրություն կայկայում, օծուկարիշ բներից դուրս կալում ասում ես ինչ կեղեսկություն, էտա անապատ վերացվում ինչի, աբրած միրաշ, կանաչ վայր, Աննա Բոլեյնի դեպքում մանբան տեղի չունենում, էդի հաստատ, ոչ քրչուններ, ոչ թռչուններ երկում, ոչ դալալում, ոչ էլ արձագանքում, կան լրություն, Բայց ոչ մենք հասկանանք, Աննա Բոլեյնի համար ոչ ճաշկերույթ 100,000, Ռուսիկը իրա ծիրանը դնի Շահեն Պետրոսյանի քիթու բենին անվճար, բայն կարծիքով ոչ, Ռուսիկը դամար թոմենա բանը զապասնոյ, դու կհամաձայնվես արդյոք այս ագարտի, էտա քո գեղեցիկ, տունդրեն, դնես բենի մեջ ասես, դու քեզ մեջ չմանարի, թո կտնի, տենակ հələ ինքնան կարակ օ, տունդրում կտնի, չի կարավ։ Ուրեմն Շահեն Պետրոսյան, Քրիստինե Հալաջան, ամենայն անկեղծությամբ ցանկանում է իր տունդրեն, որտեղ եթե ընկնի գորշ առ 400% կմոլորվի, դնի քո բենի մեջ։ Եվ դիմում ենք ամենակարևորը ի սրտե։
Եվ դիմում ենք Մոսկվայի բնակ մյուս հայերին, որպեսզի հետայսու այլևս Շահեն Պետրոսյան անուն ազգանունով յուրիստի մոտ չգնալ, որպեսզի հետո ձեր տված փողով այս մարդը չգնա այս կամ այն մարդկանց հետ ճաշկերույթի։ Մետեսար $100,000 արժե մեղա ճաշկերույթ։ Խնդրեմ, մեղատարակություն, այս էլ երևի ճաշկերույթի բաններ եկավ։ Կտրոնը Նոյեմբերյանցի մարատը ուզում է միանա սեքս փարթին։ Խնդրեմ, ես նոյեմբերյանցի մարատը։ Միանա։ Դու նոյեմբերյանցի մարատ։ Վերջացավ։ Անցնենք առաջ։ Это հանրային ձայն զանգահարած վերին գետաշային գյուղի ժողովուրդ։ Ես իմ հիշողության մեջ տպավորվել էր վերին գետաշենը, երբ որ 2009 թվականին ես աշխատում էի, ծառայում էի ավելի շուտ ռազմական ոստիկանությունում, վերին գետաշենի գյուղապետը ինձ բարեկամ էր գալիս, ոչ բարով, բանից պարզվեց, որ հետո ես իմացա, որ ինչ էր դրանց անուն ազգա, Արտուշ, Մարտուշ եւ այլն բավականին լուրջ կերպով թաթախված են կոռուպցիայի Ղուկասյան Ռուբիկ եւ Ղուկասյան Արտուշ թալանի մեջ, բավականին լուրջ ձևով, մեկը փողմարզպետ, մեկը գեղապետ։ Եւ ես միջև օրը զարմացած եմ, չնայած այդ մարդիկ ինձ բարեկամ են, բայց ես միջև օրը զարմացած եմ, որ Նիկոլյան Հայաստանը այդպես էլ այս մարդկանց կողմը չթեքվեց։ Ես միշտ ասել եմ, իմ համար կարևոր ոչ մի նշանակություն չունի, քավոր սանիկ, բարեկամ, հորող, քերի, մորքուր եւ այլն, մորմաշ։ Եթե մարդը թաթախված է թալանի եւ կոռուպցիայի մեջ։ Այս ընտանիքը, որ այն որ ասում է ուղն ու ծուծով թաթախված էին, այդ գյուղը դրած ծածանում էին։ Եվ ես զարմացա, որ այլևս Ռուբիկը գյուղապետը չի եւ գյուղապետը ոմն Տիգրան Մուրադյան, որը որ նույն ձևով էլ ավելի բետար դրած գյուղն անում են մորմաշ։ Ես առաջ անգամ եմ ու մարզպետ Կարեն Սարգսյան Գեղարքունիքի, Կարեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Ուրեմն Տիգրան Մուրադյանը գյուղապետն է, գյուղապետարանի հաշվապանն էլ Մուրադ Մուրադյան, այսինքն հայրը։ Ես իսպան առաջ, այսինքն այդ առաջ անգամ չէ, որորդ անգամ մենք ոչ տեսնում ենք, որ ընտանիքով զավթում են մի հատ պետական հիմնակ ձեռնարկություն ու սկսում են ծածանել։ Արթուր Դավթյան, դու դե ռեգիոնալ դատախազ չունես, քո Գեղարքունիքի մարզային դատախազությունը չի տենում, որ այդտեղ կա հերու տղա աշխատում են գյուղապետարանում, չի տենում, որ գյուղապետարանով ղեկավարում է հերը, չի տենում, որ դրած մանկապարտեզը ծածանում են, սիրուհուն բերե դրել է մանկապարտեզի բնտնորեն, ինչ անուն է, թամարիկ, բայց այդ բան են խաղամ, ամեն գիշեր գաղթագողի ծովներ մտնում մի տղա, աղթամ, բայց եթե քո դատախազությունը, ինչի չէ թամանեցանի, որ թամարիկը դառնա աղթամար։ Այդ մի մանկապարտեզի վրա քանի հատ աշխատասում են, եթե կա ընդամենը 3-4 դայակի տեղ, բերել են, լացել են, սաղի շնել են դայակ ու ես միշտ հետո բան այդ օգտագործեն ընտրությունների ժամանակ։ Վերցրեք նայեք այս մարդու հետ ունեցվածքը մինչև գյուղապետ դառնալը եւ գյուղապետ դառնալուց հետո։ Ընդեղի շոշ լափելա Ռուսաստանից ուղարկած բանը փողերը, այս 44 վերա պատերազմի համար։ Զոֆասների համար պուրակա սարքե, պիտի սարքեր խոսքի օրինակ $100,000 ուրեմն ըստ հավաքված գումարների սարքելա $10,000։ 44 օրյա պատերազմի ժամանակ այն մարդիկ, ովքեր որ իրանց չուզող են եղել, չկամ են եղել, ասիկան ճիշտ ներեցների չպսնող են եղել, սրանց վիզա դրել ուղարկելա ֆրոնտ, իա աղպեկին պահելա իա կողը։ Արթուր Դավթյան, դուք շատ վատ եք աշխատում։ Եթե ես սա գիտեմ, բանը Գեղարքունիքի ռեգիոնալ դատախազությունը սրա մասին չգիտի, կամ պարոն Աբազյան, ձեր ընդեղի ազգային անվտանգության ծառայության վարչության պետը ում խեռիտակն է քնած, հազար անգամ ներողություն, չգիտի սա ինչ ա։ Ուրեմն եթե 96 ժամվա ընթացքում ես չստացա համապատասխան ահազանգը այդ գյուղից, որ ԱԱԾ, դատախազություն եւ այլն եկել են գյուղապետարանը վերին գետաշեն անում են մոր մեջ, ես ձեր ենթականերին կանեմ մոր մեջ։
Տիգրան Մուրադյանը խերսրմա ու գնում է ռեգիոնալ դատախազի եւ ռեգիոնալ ոստիկանապետի, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության պետի կանանց մոտ։ Դա խոստանում եմ։ Եվ ամենակարևորը, այդ նույն գյուղը երբևիցե գնացել մտեստուկ ելեք։ Այդ նույն գյուղը տարիներով թալանվել է իմ բարեկամի կողմից։ Ինչ կապ ունի, որ իմ բարեկամն է։ Գլուխ պորտուգալիա ինչ գրողուսեր ցավա։ Հավքեք։ Ես ეხում Նիկոլա չեմ, որ դնեմ խոստամ, դու դա փող պատե մանդատ, մեկ էլ հետո 2 տարի փող պատե մանդատը ստանալուց անցել է 2 տարի, միջև մի հատ բոզի տղա դատված չի։ Որովհետև հենա նստած է, նստած է։ Ռուսիկի մեզը խմողը նստած է ջնկո կոյտեմ ապերի։ Ոտի մի կալի վերեկել է բոզի տղա։ Ես ეხում Նիկոլու չեմ։ Հետևություն երեք։ Ասնենք առաջ։ Ահա, գալ։ Ինձ ուղարկել են մի հատ լուսանկար, մշակութային գործիչներ, ասում են պարոն Ղուկասյան, սա ինչ է։ Ուղղակի բանը պրինտերը չաշխատում, որ ես հիմա եթերի ժամանակ ցույց տամ, դա ցույց կտանք YouTube-յան էֆիրի ժամանակ։ Նայում եմ, ոչ մի բան չեմ հասկանում։ Մի հատ սեն սունա, մի հատ էսեն սունա, մի հատ մեջտեղը սունա, էնի սունի վրա ձեռա, էնի սունի վրա։ Ոնց որ մայմինը դնես փրտրտես կտրտես, մի հատ ձեռնդա խփած, մի հատ ձեռնդա ոչ զարգյուկ, մի հատ գլուխը թալածա վերևը։ Всё, էդի չո։ Ասում եմ ինչ որ կոմսոյին չո։ Ես ավելի միգուցե տարվեցից հերո մարդ եմ, բայց չեմ հասկանում։ Ասում եմ, սա պարոն Ղուկասյան Օհանդուրյանի արձանն է։ Ասում եմ, այդ քանդակագործը ինչ ծխում։ Հնարավոր չի որ մարդ ծխի կանեփ, չախչի։ Ու նման արձան, ձեր գլուխ։ Ոնց որ դրել են Օհանդուրյանին կտրտես, ամեն մի թիքեն, մեր հարևան Զոյա ասած թիկա-թիկալն ես։ Օհանդուրյան դառը թիկա-թիկա։ Եկնային գրասենյակ հարցում ուղարկում ենք Օհանդուրյանը կուլտուրական մարդ, եկնային գրասենյակի ենթակայության տակ գտնվելով հանդերձ ընդեղից ղրգել է մի հատ քֆուշ, մի հատ կուլտուրական հայանք։ Ասում է ես անոր սրբություն անեմ մորմշ։ Ետքա կուլտուրական մարդ, դիրիժոր, հասցրին այն աստիճան, որ եկնային գրասենյակից ասում է ես այդ քանդակագործի սրբությունը պրանեմ, ես ինչ են արել իմ հետ։ Եվ այդ արձանը, այդ խաթարակությունը պետք է տեղադրվի, այն Արոն Բաբաջանի արձանն ենք բան ասում, բայց Արոն Բաբաջանի արձանը դի շեդևր է։ Եթե մենք հայմատենք այն արձանի հետ, ինչը որ ուպասի Գասպոց պետք է բերեն եւ ոչ իմ կապեն որպես Օհանդուրյանի արձան։ Չթա Աստված այդ արձանը տնկվեց։ Ես խոստանում եմ, ես խոսք եմ տվել Օհանդուրյանին, որ եթե անգամ այս սպորնիկի վաստակները այդ արձանը դնեն, ես օրեկա քանդելու եմ։ Միանշանակ քանդելու եմ։ Դա սրբապղծություն է։ Նկարը տեսեք, ձեր եզրակացությունը տվեք։ Այդ ամբողջ հանրապետությունը խոսում է մի քանի բանի մասին, այդ թվում նաև սահմանում Վարդենիցում զոհված հերթական զինվորի մասին, որ այդ կապված բանան ոչ մի մեկնաբանություն, ոչ մի կարծիք, ոչ մի լուրջ չտվեց։ Ես ուղղակի տեսա այդ երիտասարդին, զինվորի լուսանկարը լույսի պես մի անձնավորություն, նախ ուզում եմ ցավակցեմ զինվորի հարազատներին եւ բարեկամներին։ Ես այն որ ձեռքերդ կապված են, ուզում ես մի բան անես, բայց չես կարողանում, որովհետև նորից եմ կրկնում, ձեռքերդ կապված են։ Քաշ գիտակցելով, հասկանալով, որ բանակը ղեկավարում է ապիկար, հետո ասում են հայոյում է։ Լավ, հիմա ոչ չհայոյես։ Հիմա ես այն մարդկանց, ովքեր ինձ ասում են, թե հայոյում է։ Մի հատ հələ վերցրեք այդ տղայի լուսանկարը նայեք ու փորձեք չհայոյել։ Դուք լրիվ կողմնակի մարդ, որ նայում ես, ասում ես լավ, հերթական զոհը։ Հերթական անմեղ զոհը, ինչի համար։ Ինչն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գտնվում են նման գարլախ վիճակի մեջ մինչև օրս։ Պատերազմը հեսա կլին 2 տարի ավարտվել է,
ոչ մի նորամուծություն, ոչ մի նոր զինտեխնիկա, ոչ մի սպառազինություն, ժամանակ, ոչինչ ձեռք չի բերվել։ Բացարձակապես։ Թվում է, թե պաշտպանության նախարարություն առհասարակ գոյություն չունի, առավել ևս պաշտպանության նախարար։ Չէր թմել այդ զոհի 24 ժամը, այդ երիտասարդի, մենք լսում ենք Արագածոտնի մարզում հերթական բեսպրիձելը, հերթական զինվորականների սպանությունը։ 2 զոհ, 4 վիրավոր, դեմից 1 զոհ 5 վիրավոր էր, մեկի վիճակն ավելի ծանր էր, նա էլ մահացավ, դարավ 2 զոհ, 4 վիրավոր այս պայդրությամբ, որից մեկը սահմանապահ զորքերի սպայ է, զոհվածներից, մյուսը պաշտպանության նախարարության սպայ է։ Ես Սերժին էի գրլում, բայց երբ որ սպանվեց Վահե Ավետյանը էնել նեմեց Ռուբոյի օբյեկտում կամ թեթև ձեռքով, ամբողջ բանակը, ինչքան էլ ես ատեմ, չսիրեմ, Խաչատուրով, Մաչատուրով նմաններին, մեկ մարդու պես հելան գնացին թաղման։ Եվ ես հիշում եմ Խաչատուրովի ինտերվյուն, երբ որ լրագրողը մոտեցավ, ասեց ձեռքերը թերու բանակից։ Սա Նիկոլի Հայաստանում 4-րդ զինվորականն է, որը արժանանում է նման ճակատագրի։ Առաջինն Վայքի սպանել գնդապետը, որը մինչև այսօր պարալիզված պարկած է, ոչ հասկանում է, ոչ գաղամա, ոչ բաղամա։ Երկրորդը Սևան Դիլիջան ճանապարհի վրա էր 18-19 թվերին, եթե չեմ սխալվում, երրորդն ու չորրորդը սրանք են։ Մեկը Պաուն Աբազյան քո օֆիցերն է, մյուսը այն բոզի տաղու օֆիցերն է, Սուրեն Պապիկյան։ Ես ուզում եմ հասկանալ ինչ է կատարվում։ Թուրքը սահմանի վրա է օֆիցերներին եւ զինվորներին վարի տալի։ Սրանք երկրի ներսում են օֆիցերներին եւ զինվորներին վարի տալի։ Սա ինչ է։ Ոչորդական հրացան առնելի, սաղին աչուձախ գյուլելին։ Դիմակավորված սև բերետավորները մտել են Աստղիկ բժշկական կենտրոն, ուր գտնվում են Արագածոտնի մարզում կրակոցների հետևանքով վիրավորվածները։ Հենց նոր մեզ տեղեկացրեցին։ Նորից եմ կրկնում, դիմակավորված սև բերետավորները մտել են Աստղիկ բժշկական կենտրոն, ուր գտնվում են Արագածոտնի մարզում կրակոցների հետևանքով վիրավորվածները։ Ահա։ Երևի մտել են անվտանգություն ապահովելու համար, ել չգիտեմ ինչի համար։ Լավ, ինչ ասես, ինչ բարով դիմես այս բոզի տղուն, ընկեր Սուրեն Պապիկյանին։ Քո օֆիցերն է գյուլը աղբի տղա։ Չկա ձայն, պնեի, այնտեղ ըստ շրջանառվող լուրերի, որը դեռ ոչ ես կարող եմ հաստատել ոչ հերքել, թեման եղել է Նիկոլ Փաշինյանին հայոյելը։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանին հայոյել են կամ եսի միջեն արել եւ այլն, նշանակում է պիտի գյուլվեն, հա, եւ պրանել ձերբակալում են, տանեն։ Այսինքն Վայ Ղազարյան, դուք ձերբակալում եք վիրավորներին, ովքեր որ բանը պարկած են այդտեղ, թե ում։ Մենք հիմա կսպասենք նորություններին։ Տեղեկությունները մեզ գալիս են Աստղիկ բժշկական կենտրոնից։ Այդտեղ չկա տենց հիմնակ, որտեղ մենք չունենանք բայրակթար, կոպիտ ասած, ռազվեդկա։ Ես արդեն չգիտեմ, Սուրեն Պապիկյանի ինչին կպնես, որ այդ անինքնասեր անթասի բոզի տղե մի փոքր հետևություններ անի, ասացված է, իմ կնիկը դարել է պորնոզվեզդա։ Ես հիմա մտածում եմ, լավ, մծատում, ինչ անեմ, ես ես զոհվածների հարազատներին ասեմ, ծծնեն քո կնգան, Սուրեն Պապիկյան, քո ագարկա կնգան։ Ես Երևակայի պետքա սկսեմ ավելի խորը ուսումնասիրել Սուրեն Պապիկյանի ներկան եւ ապագան, ինչպես նաեւ մաքսիմալ ինֆորմացիա ձեռք բերել դրա կնոջ վրա։ Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր կարող են տեղեկություն տրամադրել Սուրեն Պապիկյանի ընտանիքի վերաբերյալ, որովհետեւ այս մարդը քանդում է բանակը։ Խնդրում եմ դիմել հանրային ձայն, մեկ մեծ հաճույքով դա կհրապարակենք։ Անպայման։ Ուրիշ երկու ասում եմ, ես իս բռնեցի մի մտքի վրա, որ Նեմեց Ռուբոն, որ Նեմեց Ռուբո է, Սերժը, որ Սերժ է, բաց խփեց օֆիցերը սպանեց,
Բանակն եկավ կանգնավ, սպայի կողքը դուրս եկավ նեմեց ռոբոյին դեմ։ Ստեղ, пожалуйста, ոչ մի ձեն, ոչ մի զինվորական, ոչ ԿՇ պետնախոսը, ոչ վարության պետնախոսը, ոչ ռազմականի ոչ մեկ լրի բոզի տղա է։ Սպլաշնոյ։ Ամբողջ ՊՆ-ի հրամ կազմը պետք է ենթարկվի կացնահարման։ Ես ոնց կցմբարան բան մտածում եմ։ Զինվորը կոտորվում, աֆիցերը բան կոտորվում։ Կավ սահմանի վրա, կա ապագա կա։ Դե գնացեք, դու ապագա լինի։ Վայելեք ձեր ապագան։ Մյուս տեղեկությունը, որը որ ես ուզում եմ հրապարակեմ, սա էլ Վրաստանից։ Վրաստանի իրավապահ մարմինները մեզ տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունից սիստեմատիկ կերպով արտահանվում է առանց ակցիզ սիգարետ, Grand Tobacco եւ սիգարով։ Լսում եք, պարոն Աբազյան։ Հայաստանից դուրս է գալի դեպի ՌԴ երրորդ երկրի փաստաթղթերով, բայց այնտեղ Ռուսաստանի ոչմ տարածքում մեքենաներ ոչմ կանգնում են, դադարվում են, պլոմբա խփում ավրեն ավտոների գնում է այդ ուղղությամբ եւ սիգարետները վաճառում են օրինակ ասենք Ռոստով քաղաքի կիոսներում եւ սիգարետի բուտկեքում Արնանսկի սիգարետի գրած կպցրածը նույնիսկ եմ կգնում Grand Tobacco եւ սիգարոն վերջերս ընդամենը մի քանի օր առաջ վրացական կողմը բռնել է հերթական պարտիան հատուկ ինձ համար նկարել եւ ուղարկել են YouTube-յան էֆիրի ժամանակ դուք կտեսնեք սիգարետները ցելոֆանը վրա են քաշած բայց առանց ակցիզ մարդիկ ցույց են տալի նկարները եւ վիդեոն իսկ սիգարետի գործի մեջ մենք հիշում ենք որ թաթախված էր այն գանգուր բոզի տղեն ինչ էր դա անազգանու Հրաչյա Հակոբյան իբր թե դերասան էր Չիչիլակի աղբեն այսինքն սամալյոտների տարբերակ այլևս չի գործում հիմա նորից հանում են ֆուրերով մնացած հետևությունները թողում եմ ԱԱՑ-ին եթե իհարկե на пограничном контроле ԱԱՑ կա գոյություն ունի ես գիտեմ որ չունի Հենա վրացիք նկարի կարգել, ասում են տեսեք, բոզի տղայք, եսի ձեր սիգարետներն են, առանց ակցիզ բռնել ենք, Grand Tobacco և սիգարոն, են երկու են ինտիլիգենտ աղբերները, որ նայում ես դենքին ասում ես այմատ, ես ինչ ասո տված մի ամի դեմքեր են, հլը սնած կերած կակեր են այի, և իմիջալոց ամենա սարսապելի նաև դա է, որ այդ ինտիլիգենտ բարերարները, որոնք ոչ, չգիտեմ, շամշադինում բան են քաշում, տրուբա են քաշում, դպրոց են վերանորոգում եւ այլն, ես ուզում եմ դիմեմ այդ ինտիլիգենտներին։ Իբր թե այդ շամշադինում գրողուսև ցավում, ես իմ այդ գազ տրուբա, կոյուղի ես իմ ինչ քակուցեր քաշելու բան փոխարեն, ձեր այդ բանվորների աշխատավարձերը բարձրացրեք, որ աշխատում են թունավոր ցեխերով յուրաքանչյուր երրորդ էլ 3 տարի հետո, 5 տարի հետո ձերքաբերեմ անկալոգիա։ Ձեր տված 150, 160, 180 հազար դրամի դիմաց։ Եվ առհասարակ ես շատ սխալ եմ համարում, օրինակ ես օրին ես կասեմ մի րոպե, ինքես բան կամպանիա, այս ինչ բարերարություն ես անում։ Քեզով է խնդրել դու գազ շամշադինեմ, չգիտեմ գրողուսեր ցավում տրակտոր առնես, այն անես, աշխատավարձը հետ բարձրացրո։ Աջանավայել աշխատավարձ դու քո բանվորին մի արի բարորություն արա։ Բարորություն էթիկանի բապետությունը։ Անաքսիս սիգարետ մի ծախի, գանդոն, որ բանը վրացիները բռնեն։ Ալենք խայտարակ։ Յուրաքանչյուր երրորդ, երկրորդ կին աշխատողը, որն աշխատում է թութունի ցեխում, ստանում է կամ արգանդի քաղցկեղ կամ բանը ոչ կրծքա գեղցի քաղցկեղ։ Կրծքա գեղցի քաղցկեղը կամ են երկուսի բեմի մեջ։ Ինտելիգենտ յոբանի։ Բարորություն կերեն։ Կտեսնես։ Նորմալ աշխատավարձ տուր այդ բանը մարդկանց։ Նորմալ հակուկապ տուր, որպեսզի այդ մարդիկ թութունի վրա չեն գնեն ռակ։ Ռախպեք։ Մենք հետո կանդադառնանք Grand Tobacco-ին։ Հələ սու դրա ժամանակը չի։ Հələ դա այն որ ասում է կամաց, դուքանք դրանց դուրը։ Էսով է։ Հա։
Ռոբիկ, մաբալուս, ինչ թարես այդ ա։ Ռոբիկ, ես ուզում եմ ախատ բան հասկանամ։ Դու հաճույք ես ստանում, երբ որ հանրային ձայնը քեզ անդրադառնում այդ տղան։ Իմ կարծիքով ոչ։ Բա այդ միասես թիմ կա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խումբ Facebook-ում։ Ինչ են գրել, շատ կարճ ուզում եմ ցիտատներ անեմ։ Ասում են, որ քո հերը եղել է նվիրալ կոմունիստ։ Ինձ են գրլան։ Գրում են Ռոբերտ Քոչարյանի հայրը եղել է նվիրալ կոմունիստ։ Սեդրակ Քոչարյան։ Լավ։ Անտոնենք Սեդրակ Քոչարյանը քո հերն ա եղել ու եղել է նվիրալ կոմունիստ։ Քո նվիրալ կոմունիստները ինչից մեռավ։ Այդ աջակիցների թիմը բան այդ բոզի տղեկի հավաքածուն որ կայ աղբի վաստակները բախը չեն գրան որ քո նվիրալ կոմունիստ հայրը եթե քո հերն ա եղել ինքն է խփերա ինչի է խփերա կախելա խփերա ինքնասպանություն կարոջը խի կամ վեկալե գրել են որ դու մեծացել ես հայեցի դասիրակմամբ, հայեցի ընտանիքում, էդի որ կարդացի, ես ընկա գետին։ Դու հայեր այդ բանը, որ վեկալ է գրել է, հիմա ոնց որ վեկալ են գրել, Վարդան Ղուկասյանը, մի ինտիլիգենտ, մի կուլտուրական, մի մեծանուն հայ մտավորական, այդպես կուլտուրական բարեր գրել, ես չեմ ասի, խոբ դուք բոզի տղաչեք, ես չի գրեի մասին, ես կվիրավորվեմ, ինչ կուլտուրական, ինչ ինտիլիգենտ, Ես ուր ինտիլիգենտ լուր։ Վեկալ է գրև, որ իմացես բանը, դու այդ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիմա խումբա խերգալոխա, որ վեկալ է տապել են։ Քո աղջիկը, քո բերեմենի տաղեն, ինչ էր աղջիկը մե ասամ, Չէ, դեկրետի մեջ գտնվող լոբիկս, վեկալ է կարդացել է, չասի, ես ինչ է գրել է, հայրը և մայրը մեծացել են այդպիսի հայեցի ընտանիքում, ըթոմ դու մեծացել ես հայեցի ընտանիքում, այդ այդ գրողները մի հատով վեկալ են 97-8 թվի կադրերը դնեն, ու դենան դու հայր է խոսալ կարում ես, դու վապշե հայր է գրել կարդալ գիդես, Լավ այն բանը, նրանք օրեն եկայությամբ չասեցի, ես հայր եմ, ոչ եմ տարերը չգիտեմ, խարդի, ժժդի, ավիդի, հայեցին տանիք, ինձ անվանում են թուրք, կես անվանում են հայ, ուրեմն ես ծնվեմ, հայկական ՍՍՀ քաղաք Երևան, դառնում եմ թուրք, դու ծնվել ես Ադրբեջանսկը ՍՍՍР գորը Ստեփանակերտ, դառնում ես հայ, այդպես ո՞նց ալնում, հա? Բաքվի կոմունիստ, բաքվի պարծական, բաքվին, հայր է խոսա դու չգիտես, հլը եթե դու այդքան հայեցի մարդ ես, ես կես հրավիրում եմ ծելե դեբատի, Համլետ Ղուշանի մոտ, որտեղ ուզում ես, կամ են մադամ Էլիզաբետ, են պարաթիվին, են պարաբոզը, դենա պարաթիվիով, արի մի հատ հլը հերոստա դեբատի, հլը տենանք մեզանից ով ավելի հայ, այսինքն կարողանում հայերեն խոսել, ես թե դու, Մի հատ պարս ընթարցակ նախադասություն դու գրի, մի հատ պարս ընթարցակ նախադասություններ ես գրեմ, հլը մենակ, ասենք ուղագրությունները վեկալ ենք ստուգենք, հլ տենակ մեզնից հայեցին ով ա, գոն է որ գրում են մի հատ վեկալ ենք ստուգենք, հա, ինչ եք գրել, եթե դու ես կան հայասեր, ընտանիքասեր մարդ ես, 10 տարի պրեզիդենտ ես էլ է, 10 տարվա մեջ մի անգամ կողոր գերեզմանը այցելած կաս, Մի հատ լուսանկար կա, որտեղ որ, երևա, որ դու գնացել ես, կանել ես քո հոր գերեզմանի քալը վերևը, նախատե ծողիկ ես տվել։ Հա? Ինտիլիգենտ ծակում, 54 թվին ծնված մարդը Ստեփանակերտում ոնց կարալի ինտիլիգենտ արալ։ Հա? Բաքվում ծնված են կասեմ, հա, գեղում ես ծնվել։ Մարս կենտրոն, ինտիլիգենտ։ Ինտիլիգենտ ով էր։ Տիգին ժեմա, թերդ, պարծական, մաթոb։ 97 թվին, որ դու եկել ես Հայաստան, հիշացնում եմ, Վանաձորում ես ապրել Ոմն Աշոտ Մանուկյանենց տանը, ճիշտ է,
Հակել ես Աշոտ Մանուկյանից սվիտաները, եղնիկներով սվիտաները, որ հակել ես Աշոտ Մանուկյանին նա եղել։ Ինչ արեցին Աշոտ Մանուկյանի հետ 2008 թվականի մարտի 1-ից հետո։ Դատիր, կալանք 2.5-3 տարի։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Բագաս մարդու տուն մտնես, ուտես, խմես, ապրես, կերտնած վերջում բռնես մարդուն անես մորմաշ։ Մի հատ էլ գրում են ձեր երեխաներին մորթելու ենք ձեր աշխի առաջ։ Ձեր երեխաներին։ Էդի հաստատ Վարդան Ղուկասյանին չի վիրավորի, որտեղ Վարդան Ղուկասյանը երեխա չունի, էդ էլ Հայաստանում։ Բա էդում երեխեքին եք մորթելու իրանց աշխի առաջ։ Ինձ ասում են Վարդան Ղուկասյանը երեխա է քրտվում, այ մարդ էս իջա շողոքնարդ հա։ Բայց Վարդան Ղուկասյանը երբևիցե ասել է, որ ձեր երեխաներին մորթելու են ձեր աշխի առաջ։ Ձեր ում։ Էդում երեխեքին եք բանը մորթալու։ Եվ այդպես է դու ուզում ես գաս իշխանության, երեխա մորթելով, այ բոզ տղա։ Հա։ Այդ գրողին դու չես մի հատ բաց այդ սայթը քոչը, ասա խոմ դուք բոզ տղա չեկեսի չեք գրի, հա։ Երեխա բան մորթելով եք գալը։ Նիկոլի իշխանությունն եք պնդասնել։ Հա, որ ժողովուրդն ասե, «Յամա քոչանը որ եկա, երեխեքին բան մորթելու է»։ Ես Նիկոլ եմ ընտրել։ Ինտելիգենտ, նիշասնի։ Այդ ինտելիգենտ 27 քաղաքական սպանություն եղավ ձեր 2 օրոք։ Հա։ Ինտելիգենտը որն է, որ հոկտեմբերի 27-ին եկե կայնել է օպերայի մեջտեղը, բերանատ միջև ագաժները բացել են, Պուտինը եղել է ցռ մեջ ասում էր, ես չեմ հասկանում, ես մարդ ուրախան մատ էսը կմա։ Էտա։ Որ այդեցել հացուտը։ Ուչաստկովի գործա։ Բացահայտեց Ուչաստկովիտ։ Էդու բանա գիտես որ բան է երկում, լաո էս երկում, զարտնիր լաո, էս հաուրա լաո զարտնա ուչի զարտնամ, լաոն դնի ձեր բենին։ Ինտելիգենտ ասում Քոչարյանը, ես էլ թուրքն եմ։ Թուրքը դնի ձեր մամայի բենին։ Նվիրալ կոմունիստ։ Նախաձեռնություն։ Անցնենք առաջ, չներվայնանանք։ Ժամն է եկել արդեն 7:40։ Ջինգո, մավոտի, այդա դու դարարզվես դա, ամբողջ համացան, խոսում չեմ ասին, էդ քո ձայնագրության, Էսի չես անում դու այդ դա, հələ մոտի կարի, առաջ արի։ Ջնգո։ Նիկոլ, որ ես քեզ ասում էի ջնգոտ բոզի տղայո։ Ես որ ասում էի լոփո խոսացող, տրվրանող, կաշառակերու եսիմի շումի ղախպի տղա։ Ինչի էիք ասում ջնգոն լավնա։ Վարդազարյան Ռուբոն հակի տրուսիկը հանեց, տրեց ջնգոյի նավարի բենի մեջ, այո, իսկականին խետը ճիշտի։ Միջև ջնգո այդ թեմային անդրադառնալը տենը մեզ վերևն Աստված կա։ Քրիստինե Հալաջան ասում է այո։ Ես արդեն կամաց համոզվում եմ, հələ կան տենանք ես ինչ եկավ այ մարդ։ ԲԴԽ-ն դադարեցրեց Վարդազարյանի լիազորությունները։ Ուրեմն ջնգոն դնի բանից հաչա, հա, փաստորեն, հեսան ենք ոչմ կանալ, Վարդազարյանի լիազորությունները դադարեցրեց։ Այն նույն ԲԴԽ-ն, ում ջնգոն ասում է խեռիս հիմնարկն է։ Հետաքրքիրը նա է, որ ԲԴԽ-ն իր պաշտոնական կայքով է պատասխանը Գագիկ Ջանգիրյանի թույլտված արտահայտություններին Կերուխումի սեղանի շուրջ։ Իսկ ինչու չի պատասխանում Գագիկ Ջանգիրյանը իր Facebook-յան էջով, որ պիտի պատասխանի այդ ԲԴԽ-ն դարել է հորդ հիմնարկը պոռնիկի տղա։ Կամ որ ասում ես խեռիս հիմնարկը 9 հոգի դատավոր կան այդտեղ։ Այդ 9-ն խեռ են փաստորեն։ Բա հիմա նույն ԲԴԽ-ն խի կարգապահական վարույթ չի հարուցում Գագիկ Ջանգիրյանի վրա։ Ասի մի րոպե դու ես չես ասում խեռիս հիմնարկ, խեռիս գործ, խեռիս են, խեռիս են։ Դա դատավորի խոսալու ձև է, հա, պոզի տղա։ Ինչ է ուզում ասեի։
Գոսումի դատավոր Տաթևի Գրիգորյան, սիրու եկալ մազերով աղջիկա։ Հələ մի հատ ասատենամ Տաթևի Գրիգորյանի վրա, պարոն Աբազյան, ինչ կամպրամատ դու ունես, որով որ շանտաժի ես ենթարկում դատավոր Տաթևի Գրիգորյանին, ինտիմ բնույթի, հա, ջնգո, ԲԴԽ նախագահան ինտիմ բնույթի տեսանյութով Աբազյան, որի մեջ խառնա նաև քո հիմնարկի մատը, տերորիա ենթարկում դատավոր Տաթևի Գրիգորյանին։ Ասում այս որոշումը չարի տեսանյութը կհրապարակվի։ Այնը խնդրեմ, Յակնային գրասենյակն ասես դե հիմա տես հրապարակելը որն է, եւ Վարդազարյանս ինչա հրապարակումը Գագիկ Ջանգիրյանի լափելու սեղանի շուրջ նստած զրույցը, որ լսեցի ես այդ զրույցը, իմ մոտ տպավորություն է, որ ոչ թե խոսում է դատավոր, ԲԴԽ նախագահ, այլ խոսում է մի հատ քուչի խուժան։ Ստեղից հետևություններ պիտի անեն, թե ոչ։ Ջինգո, դու ում խեռի գլուխն ես, որ դու քրեական գործ կարճես, քրեական գործ կասեցնես, կամ քրեական գործ հարուցես։ Նիկոլ։ Ով է Ջինգոն։ Ջինգոն ի պաշտոն է այն մարդն, որ կարա քրեական գործ հարուցի, բա որ ես ասում եմ, որ ուր դե նստամ հլամած սփնամած ձեր քիդու բենին ինչի չէի հավատա։ Կամ ասում եմ ես պրեզիդենտ եմ ղեկավարը, բոզի տղա դու ո՞ր մի պրեզիդենտ ես ղեկավարը, Լևոնի, Ռոբիկի, թե Սերժիկի։ Նա թել մեկ անունը տուր։ Դու ով ես որ դու ախր ես մի բան ասում Վանեցյանի լեյտենանտը ես եմ տվել։ Խերս կերել ես Վանեցյանի լեյտենանտը Գասպարյան Վովանա տվել, բոզի տղա։ Վանեցյանը ռազմական ոստիկանության զինվոր է, դու խերի գլուխն է դու լեյտենանտ այր։ Վանեց, հա? Էմեջարոց Վանեցը լավ բան արել, վրացիների հետ հասել այդ բանակցությունների, որ շուտ փչացող ապրանքները հանձինս ծիրան, վրացական կողմը շատ արագ բացաթողը, ասում է գնացեք Ռուսաստան, եթե Վանեցի անձնական կապերով, ապրես, լավին լավ, վատին վատ։ Դուք նայեք, ես չեմ կարող ու տպավորությունը, որ Արթուր Դավթյան, Ջանգիրյան Գագոն ոչ թե ԲԴԽ-ի պաշտոնակատարը, այլ գլխավոր դատախազ։ Քո տեղը խոսած, պրեզիդենտի տեղը ոչ որ խոսում է, նա տեղը խոսում է, գործը հարուցում, գործը տանը, այս անում այնա բերեմ։ Գլխավոր դատախազությունն է ռուլի տանում, ով է այս բոզի տվել։ Բա ինչի ես ուզում ոտերդ են դհոլ խփելու նման բացես, Ջանգիրյան Գագոյի գլուխը կողես բդերիդ արանքը ու դհոլ խփես։ Արթուր Դավթյան ԲԴԽ նախագահի պաշտոնակատար ծծրացկաս։ Դա չի ես ուզում, այդ տղա։ Քիչ մնաց, երկու ամսից է դուրը բան պատճելու ես էդ հաս։ Այ քեզի բոզի տղա, այ քեզի բա։ Եվ սա պիտի մնա պաշտոնավարի Նիկոլ, Ռախպի տղա, հա, էսա քո ԲԴԽ-ն։ Գործակարչեմ, գործակասեցնեմ, համոզեմ ասում ասենց այս գործը սենց հրաժարական դու եւ այլն։ Կամ ԲԴԽ-ն ինչի Վարդազարյանի լիազորությունները կասեցրեց։ Ով տրի, ով է սանատորիա։ Ուրեմն Ջանգիրյանը ճիշտ ասում է, ԲԴԽ-ի բոլոր 9 դատավորներն էլ խեռի գլուխ են։ Ճիշտ է ստեղ, Ջանգիրյան, քո բոզի տղեկն են, ծսրա։ Բայց հետ անկիկնացիությունը, դու չեն ասի, եկա ԲԴԽ մարմին, դու ո՞ց խեռից հիմնարկ։ Այդ ეხում դու ես ասել, բոզի տղա։ Վարդան Ղուկասյանը մուտի չարեց։ Չէ՞։ Որ ես կա ժամանակ ես բարձրացանեմ, որ Ջանգիրյան Գագոն պորնիկի վաստակա, ասում են, դոկը մուտի տանում, Ջանգիրյան անմեղ մարդ, սեպադասման ենթակա։ Խտրեմ, գործակարչեմ, բա որ ես ասում եմ, սրան սա թողեց, Ջնգոն սրան թողեց, սրան փագեց, սրա գործը թողին, ասում են, ինքը ԲԴԽ-ը է, ինքը ինչ կարա անի, հենա, ինքնաբինով ասում, պարոն Աբազյան, են դատումն ուր ա, ես ու չի եկի, Զանգյասա Ջնգոն դնի սաղ կառավարության անդամների մամայի բենի մեջ, Զանգյախ չի։ Ասում ենք, չէ, ասում ենք, որ ես գործը կարճում ան, սրան թողում ան, նրան բռնում ան, նրան փակում ան, խտրեմ։ Ես ուզում հասկանամ, Արգիշտ, դու ես քրչականի պետը, թե
ջնգոլ։ Ու ամենակարևորը Ռոբիկ քո այդ սատարողների խումբը եւ այլն ի վրա են հավալով հարցակվում դոգին են կբանգալեմ խնդրեմ Ջանգիրան Գագոն եկա ԲԴԽ-ի մարդ քեզ ասեց գյոտ հալբատ մի բան գիտի բայ մա ինչի՞ չես ասես ջնգո իմ գյոտությունը որտեղ ես տեսել ես համոզված եմ որ գնաս ասես պիտասի Բարմեն Գևորգյանով ես ականադարական եմ Գևորգյանին տեղը չգիտեք Կոյունի 17 Նաստամա Ջանգիրան Գագոն բայ գնա մոտը եկա պրեզիդենտ մարդ քեզ ասում է գյոտ հրապարականորեն եւ գումարած դրան ամենահետարքին ասում է եթե ինչ է Ղազինյանն ու Վանեսը գան ես կեթամ կկանգնեմ կողմը հիշում եք պարոն Աբազյան որ ես ասում էի Ջանգիրան Գագոն Ղազինյանն ես Մազինյանից հետ պուպուլա միասին հաց են ուտում ես են անում Էլենան բայց ասում եմ ես Ղազինյանից հետ կապ չունեմ բացարձակ Ղազինյանն գանդոն են խնդրեմ մարդը հաստատել է Ղազինյանը գա գնամ կանեմ կողմ հələ մենք ասի Ղազինյանն ո՞վ ձեր նշանակած կադրերը ձեզ խեռում են կպական բոզի տղեք կոչո դու գյոթ ես էդ ես չեմ ասում ջնգոն ասում աչոտ ուզի մի անգամ որ ներ հայոթը մի հատ ռոզիկ կար ինչը լեմ էր ասում էր աչոտ դուր այ կագրաս աչոտ ուզի եթե այդքան կաս ասնենք առաջ ես ուղղակի հուսամ որ Ջանգիրան Գագո բոզի տղային այլևս իհարկե եթե դա խոսքը գնում նորմալ երկրի մասին բայց քանի որ մենք ապրում ենք աննորմալ երկրում ես համոզված եմ որ Ջանգիրան Գագոն կշարունակի պաշտոնավարել որպես ԲԴԽ եւ մի գեղեցիկ օր էլ Նիկոլին կասի այն ինչ որ այսինքն ինքը ասում է եւ լավանը ինչ ասեմ այսպեսին է հարգելի ժողովուրդ Հայաստանի Հանրապետության դատա իրավական համակարգը խեռիս հիմնարկն է Ջանգիրան Գագոյի բառերն են Ինչպես գիտեք մենք խոստացել էինք որ պետք է անդրադառնանք քաղաքական սպանություններին ամենայն հավանականությամբ վաղը եթե մեր տեխնիկական հնարավորությունները մեզ թույլ տան հուսով եմ թույլ կտան մենք ավելի լայնածավալ կանդրադառնանք Գևորգ Մհերյանի սպանությանը, որտեղ ես կփորձեմ ներգրավել մասնագետների, որոնք ավելի մանրամասն քրեական գործի նյութերով, փաստերով կփորձեն համատեղ on-line, այսպես ասած, հեռուստակամուրջի միջոցով բացատրվել, այսպես ասած, հանրային դատ հաղորդաշարի շրջանակներում ինչը ոնց եւ ինչպես է տեղի ունեցել այս կամ այն քաղաքական սպանությունը եւ ինչու սալը տեղից չի շարժվում մինչեւ քաղաքական սպանության անդրադառնալը այստեղ մենք ունենք մի շատ հետաքրքիր անձնավորություն որը եւս եկել է կապվել է Գևորգ Մհերյանի սպանությանից Սակայն չի ապացուցվել այս մարդու մեղքը, որովհետև իրոք կապ չի ունեցել։ Գրիգոր Տեր Ղազարյան, ասես մի հատ միար անձնավորություն է, բացարձակապես ոչ մի բանով աչքի չընկնող, ես մի երկու անգամ անդրադարձել եմ, ասել եմ ով ինչ տեղեկություն ունի ճպճպիկի բան վերաբերյալ, թող տեղյակ պահի մեզ։ Խոսքը վերաբերում է Վազգեն Սարգսյանի եղբոր Արմենի Փեսուն։ Երիտասարդ Մեգանդոն, բառիս ամենաբուն իմաստով, ով 23 տարեկան հասակում բռնվել է Օման, Կարալևստվա Օման 2007 թվականին ֆինանսական մեծ գործարքի ժամանակ խարդախություններ անելու արդյունքում դուքցել է մցել է ինչ քաղաքեր է ես չգիտեմ շուրջ 200 միլիոն ֆունտ ստերլինգի Օմանի տրիբունալը այսինքն Օմանի նախասեն որ Օմանի պատմության մեջ սա առաջին լուրջ դեպքն է եղել որ նման երիտասարդ տարիքում ինչ-որ մի հատ ալազգի գանդոն կարողացել է մատների վրա ֆռսնել ողջ Օմանը բայց դատարանը չի կարողացել հիմնավորել
սրա մեղքը 72 ժամ կալանքի տակ մնալուց հետո բաց են թողել, դատականիստի ժամանակ էլ դատավորն ասել է «Նե պոյմն, նե վոր»։ Դրանից հետո երիտասարդը վերադառնում է Հայաստան, ստեղծում է Xternet ընկերությունը, որը հետագայում վերանվանվում է Ucom։ 2009 թվականին Xternet ընկերությունը սրա ձեռից անում են մորմշ, բնականաբար Գագիկ Խաչատրյանը ուրին կապերով։ Երիտասարդը ենթարկվում է կալանքի, հետո բռն դադում են, բերդում նստած ժամանակ անով ձևակերպում են վարկ, գցում են սև ցուցակի մեջ։ Ընկերությունը ամեն կերպ, այսինքն 3 ամիս կալանքի տակ գտնվելու արդյունքում բերում թուղթ են դեմ տալի, կամ ընկերությունը փոխանցում ես Գագիկ Խաչատրյանից, կամ լնում ես մորմշ, եթում ես մեջքի վրային։ Ընկերությունը փոխանցում է Գագիկ Խաչատրյանից, դատվում է քիչ սրոկով, նստած ալնելու մի մասը նստելուց հետո բաց են թողում։ 2 միլիոն դոլարի Արշին Ինվեստբանկի այնտեղ տնօրեններից մեկը Բոզոյան Կարենն էլ հիմա դարել է Մխիթարյան, մե բոզի տղա, ոչ իմ կեղծիքով սրա վրա բացում է վարկ։ Շուրջ 12 տարի այդ վարկը չի մուծվում։ Եվ ամենահետաքրքիրը նա է, որ այս Գագիկ Խաչատրյան, որ դրած ուզում եք դատեք, այս գործին դուք չեք առնչվել, պարոն Աբազյան, այս մարդը անցել է ձեր ձեռի տակով։ Ինքը եւ իր ընկերը, որոնք որ ասենք հիմնել են այս ընկերությունը, նաեւ բացել են կազինո Լիբանանում, պատպոլնի ոչ իմ կազինո, որը որ հետագայում Լիբանանի իշխանությունների կողմից 2015 թվականին պետականացվել է։ Ամենահետաքրքիրը նա է, որ իր գործընկերներից մեկը Համլետ Ասատրյանը 2015 թվականին սպանվում է Երևանում, իր իսկ տան մեջ, մտնում են տուն, տան մեջ խփում են եւ դուրս են գալի։ Եվս չբացահայտված հանցագործություն։ 44 օրյա պատերազմի ժամանակ եւ ասում են լավին լավ, վատին վատ, այս երիտասարդը շուրջ 2-3 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել բանակին։ Դրան էլ գումարած Արաբական Էմիրություններից ուզում էր բերել 100 հատ զրահապատ մեքենա, որը որ Տիգրան Ավինյանը թույլ չտվեց, որովհետև դեմ էին Գագիկ Խաչատրյանի բջերը, իսկ Գագիկ Խաչատրյանի բջերը ինչ-որ ռազմաճակատում չէին, չգիտեն։ Միշտ որս էլ այդ Ucom-ի պատմությունը, թե ոնց է ինտերնետ, Xternet-ը դարը Ucom, այդպես էլ մնում է մութ։ Հիմնի էստեղ այդ անիբա էստեղին, ոչ քալին խապին ձերից բնավեգալան։ Լավին լավ, վատին վատ։ Ամենա հետաքրքիրը նա է, որ ձեր հիմնարկն է զբաղվել, պարոն Աբազյան։ Եվ միշտ որը դուք սրան չեք կանչել հարցակրման, ասել բացատրել հասկանամ, ոնց հելա, որ քո հիմնարկը դարավ Ucom։ Այս դու ոնց 2 միլիոն դոլարանոց հիմնարկը նվիրեցիր Գագիկ Խաչատրյանին։ Հիմա ասենք, այս գադին բռնել է նաև Գևորգ Մհերյանի բնգործով։ Դա էլ ասել, որովհետև ոմն Գրիգոր Իգիցյան փուրնատավ է նաև սրան։ Հիմա ասենք առաջ։ Լավ։ Գևորգ Մհերյան, զամմինիստր ՆՎԴ, այսպես ասած, որը սպանվեց 3 փետրվարի 2009 թվականին իր տան շքամուտքի մեջ, լիֆտի մեջ 8 կրակոցից, որից 5-ը Թիտուբեյնին։ ու գլխի մասում։ Մինչև օրս հանցագործությունը բացահայտված չի։ Ես ուղղակի ուզում եմ մի կարճ էքսկուրս կատարենք այս քրեական գործով։ Նախ, Գևորգ Մհերյանը աշխատել է Ռոբերտ Քոչարյանի հետ որպես օգնական, եղել է Ռոբերտ Քոչարյանի լուբիմչիկը։ Սերժ Սարգսյանին գալուն պես Սերժ Սարգսյանը չուզեցավ Ռոբերտ Քոչարյանի մարդկանցից ինչ-որ մեկին թողի իր մոտ եւ Գևորգ Մհերյանին ուղարկեց ՆՎԴ որպես զամմինիստր։ Կարող ենք ասել ազնիվ երիտասարդ էր։ Մարդը անմիջապես գալուն պես, քանի որ սպասարկում էր անձնագրերի եւ վիզաների վարչությունը, կարողացավ գտնել բավականին լուրջ հրաշահումներ անձնագրերի եւ վիզաների վարչությունում, հանձինս այրոպորտ, այրոպորտի անձնագրային եւ ջերմուկի, կեղծ անձնագրեր եւ այլն եւ այլն։ Հարուցվեցին տասնյակ քրեական գործեր։
Aeroporti եւ ջերմուկի паспорт սեղանի պետերը երկուսն էլ կալանավորվեցին, ինչը դուր չէր գալիս Ալիկ Սարգսյանին կամ Ալեք Սերգեյիչին։ Ալեք Սերգեյիչը իր հավատարիմ անձնավորություն Բաբախի հետ առաջարկել էր օրը $5,000 անձնագրերի եւ վիզաների վարությունից ընկեր Գևորգ Մեհրանին, մենակ մի պայմանով, եթե Գևորգ Մեհրանը աշկ փակի։ Գևորգ Մեհրանը հրաժարվեց աշկ փակելուց պասպորտ սեղանում տիրող բոզիտողությունների վրա, որովհետև պասպորտ սեղանի գրեթե ողջ պետերը, ղեկավար կազմը Ալեք Սարգսյանի կամ սիրուհիներն էին կամ բարեկամները։ Այդ ժամանակ ՄՎԴ-ն ղեկավարում էին 3 շատ լուրջ դեմքեր. Ալեք Սարգսյան, վեցիպեդ Հունան Պողոսյան եւ իր տեղակալ Կարեն Բաբաքյոքյան։ Իմիջիալոց Կարեն Բաբաքյոքյանի հետ կապված վերջում շատ հետաքրքիր նորություն ունենք։ Սպանության հետ կապված ուրեմն մուտքում հարևաններից մեկը տեսնում է սպանողին Գևորգ Մեհրանին։ Բայց ամբողջ քրեական գործի ընթացքում այդպես էլ չի կազմվում ֆոտոռոբոտը, այսինքն մենք չունենք մարդասպանի ֆոտոռոբոտ։ Այն դեպքում, երբ որ կա վկա, ով տեսել է մարդասպանին։ 2012 թվականին, եթե ես չեմ սխալվում, այո, 2012 թվականին քրեական գործում հայտնվում է տեղեկություն, որ Մեհրանի սպանողը գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Ոչ մեկ չի գնում դրա հետևից, որ հասկանա ով է այդ սպանողը։ Կասկածները գալիս են եւ փաթաթվում են Գրիգոր Իգիցյանին ոմն, որի մեղքը եւս չի հաստատվում։ Քրեակատարողական հիմնարկից Գրիգոր Իգիցյանին բերմանը թուղթ թանակով գրում են, որ պիտի գնա ՀԿՑ հարցականության, քննիչ ուրա Հեկտոր Սարգսյանի մոտ, բայց Բերթից դուրս են բերում են 6-րդ վարության պետի տեղակալ Բաբաքյոքյանի մոտ, որտեղ լամա քննիչ Հեկտոր Սարգսյանը, վերջինիս փաստաբանը եւ Կարեն Բաբաքյոքյանը ու համոզում են Գրիգոր Իգիցյան կոչվածին, որ արի վիզվեկալ, որ դու ես սպանել Գևորգ Մեհրանին։ Նաև համոզում են վերջինիս եղբորը անձամբ մինիստր Ալեք Սարգսյանը։ Խոզարկության ժամանակ, ըստ խոզարկության արձանագրության, Գևորգ Մեհրանի բնակարանից արգրավել է էլեկտրոնային կրիչ, որը հետագայում անհայտանում է քրեական գործից, չկա, գոյություն չունի։ Գաղտնի փաստաթղթեր չկան, գոյություն չունեն։ Ամենակարևորը պապկա, որը վերաբերվում է բնապահպանության նախարարությանը։ Պապկին եւս անհետացել է քրեական գործից։ Պապկի մեջ կա գրված համապատասխան տեղեկությունը փաստերով, որ 2000 մի րոպե ըստ պապկի մեջ եղած տեղեկությունների Global Gold Mining ընկերությունը հաղորդում էր տվել Վարդան Այվազյանի դեմ, որ Վարդան Այվազյանը պահանջել է $12 միլիոն կաշառք Ռոբերտ Քոչարյանի անունից այդ հանքարդյունաբերական լիցենզիա տրամադրելու համար։ Նաև ասենք ավելին, եթե հիշում եք, այդ նույն Global Mining ընկերությունը կամ դիմել էր ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ դեսպանը զապիսով մտել էր նախագահի մոտ, դրել էր նախագահ Ռոբերտ Քոչարյան, ինտելիգենտ նախագահի դեմ, ասել էր լսի Վարդան Այվազյանին։ Ռոբերտ Քոչարյանն էլ պատասխանել էր, որ քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մեջ ասում է, որ ապօրինի ձեռք բերված ձայնագրությունը ապացույց չի կարող հանդիսանալ։ Խնդրեմ։ Եվ նման մարդուն անվանում են ինտելիգենտ։ Դեսպանը գալու ասում է, տես, քո մինիստրը բոզի տղա է, կաշառք ուզի քո անունից, ասում է, դատարանի սանկցիայով է ձայնագրությունը դեռ չեք բերել, դա ապացույց չէ։ Տես ինչ էլ է ինտելիգենտ անձնավորություն։ Էս էլ չկա քրեական գործի միջից։ Ասա մենք անդրադարձանք 27.03.2015 թվականին հարգելի ժողովուրդ հարուցում է քրեական գործ պաշտոնատար անձանց վրա ԱԱՑ քննչական վարությունում հարուցում է քրեական գործը Հունանի, Բաբախի, Ալիկի եւ Արթուր Մարգարյանի վրա, որոնք որ ապականել են քրեական գործը։ Սակայն նույնությամբ ոնց հարուցում են, այդպես էլ քրեական գործը մտնում է իրանց ոռը։
նույն տիպ քրեական գործը ակտիվանում է 2018 թվականին հեղափոխությունից հետո, երբ ԱԱԾ պետն էր Ընկեր Վանեցյանը։ Ուզում են վերաբացել, ինչ-որ մի բան պարզել։ Ոնց է քրեական գործից անհետացել կրիչը, թղթապանակը 12 միլիոնի, տան գալու ճանապարհի հետ ոչ թե տեսանյութերը, ինչի ֆոտոռոբոտ կազմված չի եղել, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Նորից հարուցում են, նորից ոնց հարուցում են, այնց էլ փակում են։ Քնչական գործից միջից նաեւ չկան քննիչի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ուղարկված հարցման փաստաթղթեր, ասում են հարցմանը ֆիննախը չի պատասխանել, ոնց կարա ՀԿՑ-ն հարցում գրգի, ֆիննախը չպատասխանել։ Մեհերյանի անցած ճանապարհի, այսպես ասած, տեսաձայնագրությունը։ Քանի որ ինքը թեման բավականին ծանրաբեռնված է եւ ավելի շատ, ասած ասած, թերությունները հանել են կոնկրետ մասնագետները եւ ավելի շուտ փաստաբանները, ուստի ես ասեցի, խնդրեցի Արտակ Գալստյանին, որպեսզի փաստաբանական գրասենյակը մի փոքր ավելի լավ ծանոթանա քրեական գործին, դետալ մանրամասները հանվեն եւ վաղը նախորդ ժամը րոպեն կհայտարարվի, մենք կփորձենք հասարակությանը ավելի པարզ ծանոթացնել Գևորգ Մեհերյանի սպանության գործին։ Եվ այստեղ այն որ ասում է դուրակոբն понятно, որ ՄՎԴ-ն հանձինս Բաբախ, Հունան եւ Ալեքս Սարգսյան հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի քրեական գործը հանկարծ չբացահայտվի, այսինքն սպանությունը հանկարծ չբացահայտվի։ Ինչը որ այդ մարդկանց հաջողվել։ Ամենակարևորը, երբ որ ես պատրաստում եմ այս հաղորդումը, մեզ այդ կապի դուրս եկավ մեր շատ հարգված անձնավորություն, бывший чекист, եւ ասաց Յուրիկի Չեխաչովա սպրայինֆորմիրovat, ну ասեմ հայերենին, որ Կարեն Բաբակյոխյանը հանդիսանում է ռուսական կամ խորհրդային միության KGB-ի գործակալ։ Под псевдонимом Барыга։ Բնականաբար ես ասեցի, մեզ հարկավոր է գրավոր ինչ-որ մի փաստաթուղթ եւ ապացույց, որով մենք համոզվենք, որ ոստիկանության գնդապետը հանդիսանում է ռուսական, սովետական պակի գործակալ։ Մարդ ասեց, ինձ տվեք մի քիչ ժամանակ, ես ձեզ թուղթը կուղարկեմ։ Եվ ընդամենը շատ կարճ ժամանակ հետո մեզ ուղարկվեց փաստաթուղթը, որտեղ սևը սպիտակի վրա նշված է Բաբախի գործակալ լինելու փաստը KGB SSSR։ YouTube-յան էֆիրի ժամանակ դուք այդ փաստաթուղթը կուլիկ կտեսնեք ձեր էկրանների վրա, սևը սպիտակի վրա։ Այսինքն ագենտը, որը որ ասած ես բար չեմ գտնում այդ այլևս ասելու, պարոն Աբազյան, սա ձեր պարտականությունների մեջ է մտնում, այլ ոչ թե իմ։ Իմը տպավորությունն է, որ ես մի հատ առանձին, այսպես ասած, գերատեսչություն եմ, որը զբաղվում է նրանով, ինչ որ պետք է զբաղվեք դուք բոլորդ միասին վերցրած։ Այնպես որ հարգելի ժողովուրդ, Գևորգ Մեհերյանի սպանությանը մենք ավելի համառոտակի եւ մանրամասն կանդառնանք վաղը։ Իսկ այսօր այսքանը ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, մենք ամենայն ուշադրությամբ ու շուշով կհետևենք թե Ալագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպին, թե այն մնացած միջադեպերին, որը այս պայմանությամբ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն, հաջողություն։